ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես միշտ ասում եմ, արի Հայաստան։ Սիրիայից եմ, Հալեբ։ Արդեն 12 տարի ապրում եմ Հայաստանում, ուզում եի, որ լինեմ ապահով երկրում, որ կկարողանամ ինչքան էլ վատ կամ լավ լինի, գիտեմ, որ սա իմն է արդեն, կարիք չունեմ ինչ-որ տեղափոխվելու, գիտեմ, որ այստեղ է, ու վերջ, մնացածը արդեն ճակատագիր է, որը ինձնից կախված չի։ Ես միշտ երազել եմ, որ ես պիտի աշխատեմ արվեստի մեջ։ Դիզայնը արվեստ է, ու կարծում եմ ցանկացած դիզայներ պետք է կոնե ունենա լավ բեքգրաունդ նկարչությունից, գույները համադրելը, ընդհանուր ոճերը իմանալը, կարծում եմ ճիշտ որոշում էր, որ շարունակեցի այստեղ։ Ամենաառաջի աշխատանքս եղել է 6 տարի առաջ ու ընդհանրապես ես այդ ոլորտում, որ պետք է անեի դիզայն, շատ հեռու էր իմ ոլորտից ու պետք էր անեի ստուդիո նկարահանման համար, լայվ։ Շատ բարդ էր, մանրամասն բան պետք է իմանամ հաճախորդի մասին, որ ես կարողանամ հաճախորդի բնակարանը սարքեմ լրիվ իրան համապատասխան։ Բացի սիրուն լինելը, բացի հարմարավետ լինելը, դա պետք է լինի յուրահատուկ։ Հայաստանում, եթե դու լավ աշխատես ու դու կարողանաս քո հաճախորդը ունենալ, դու կարողանաս քո անունը սարքել, չեմ կարծում ոչ մի խնդիրի դիմաց ոչ մի խնդիր կունենաս, որովհետև մանավանդ Հայաստանում դեռ մենք ներկա պահին ապրում ենք այդ մենթալիտետով, որ հաճախորդը բերում։ Այսինքն ես եթե մեկ հաճախորդի լավ դիզայն անեմ, հաստատ այդ նույն հաճախորդի իմ անունը առաջարկելու է։ Դրա համար կարծում եմ դա ամենաճիշտ մարքեթինգն է։ Միշտ մտածում եմ, արդյոք ճիշտ որոշում էր Հայաստան գալը։ Արդյոք պետք էր սպասեի գնալ այլ երկիր, որ այնտեղ կարող է ուրիշ հնարավորություններ լինի։ Բայց չգիտեմ, Երևանում ինչ-որ բան կա, որ քեզ միշտ քաշում է, չես կարողանում, չի սիրել։ Ժամանակի ընթացքին հասկացա, որ ամենաճիշտ որոշումն էր դա։ Հայաստանում աշխատելու տարիներում եղել են առաջարկներ, որ պետք է գնայի այլ երկիրներ ու աշխատեի։ Եղել է, որ գնացել եմ Բեյրութ, գնացել եմ Դուբայ, աշխատել եմ, հետ վերադարձել եմ։ Ինչի համար հետ վերադարձել եմ, որովհետև ես ուղղակի այնտեղ սպասում էի պրոյեկտս ավարտեմ ու վերադառնամ Հայաստան։ Իսկապես այստեղ ամեն ինչ, ամեն տեղ հիշատակ ունեմ, որովհետև 12 տարին, այսինքն քիչ ժամանակ չի, որ դու կարողանաս ստեղծել այդ ամեն ինչը, փողոցներից կապված, ընկերներից կապված, ամենափոքր բանը իմ համար դա շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում։ 6 տարի է, որ ես աշխատում եմ այս ոլորտում, ես կարծում եմ այս հնարավորությունները, որ ես ունեմ, ուրիշ երկրում պիտի չի կարողանայի ունենալ։ Ես համարում եմ, որ Հայաստանը, մեր այս փոքր երկիրը, մենք կարող ենք մրցակցել Եվրոպայի հետ նույնիսկ, որովհետև մեր դիզայներները, մեր ճաշակը, մեր ընդհանուր տեխնոլոգիան, որ օգտագործում ենք դիզայնի մեջ, հատկապես հիմա, շատ բարձր որակի է։ Մենք այդ ասում ենք, որ ունենք շատ սիրուն զարդանախշեր մեր շենքերի վրա, մենք բարձր ճաշակ ունենք ու մենք սիրում ենք ջոխությունը, նույնատեն մենք գիտենք ոնց պետք է այդ ջոխությունը օգտագործենք նուրբ ձևով։ Եթե ինչ-որ մեկը ուզում է կա Հայաստան ու բիզնես տնի մտածի, որ չգիտեմ, հարկերը կարող է շատ է, սա է, դա է եւ այլն, հավատացեք ամեն ինչ շատ արտարակիսված։ Ինչ որ անում ես քո համար, քո հայրենիքի համար։